Հիշում եք, չէ՞։ Օրինակ ես վստահ եմ, որ 21 թվականի հունիսին հաստատ հիշում ենք, որովհետև ընդամենը 6 ամիս էր անցել, 6-7 ամիս այդ ամենից հետո։ Բայց այնուամենայնիվ հիշելով մարդիկ գնացին եւ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ ոգևորեցին իրեն, ոգևորեցին Արցախը հանձնելու համար, ոգևորեցին հաջորդ քայլերի համար։ Հիմա սա կոլեկտիվ հիշողության դրսևորում է, թե ինչ է։ Ես անկեղծ ասեմ, մինչ այսօր ես դրա բացատրությունը չունեմ։ Ըստ էության ընտրողը հնարավորություն է տվել Փաշինյանին մեր գլխին բերել նոր ողբերգություն։ Փաստորեն քվեարկելով ասել է ապրես, մենք պատրաստ ենք զրկանքների, շարունակի։ Ըստ էության սա կատարվեց։ Իշխանությունը ընտրությունների ճանապարհով մանդատ է ստանում մեկ նպատակով, տալիս է խոստումներ եւ մանդատը այդ խոստումները կյանքի կոչելու համար է։ Ուրիշ նպատակ չկա, ընտրությունների ամբողջ իմաստն է դա։ Այսօրվա իշխանությունը այդ մանդատի վերաբերյալ ունի յուրահատուկ վերաբերմունք։ Ինքը չի կապում մանդատը տված խոստումների հետ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար։ Փաստորեն սա է, ուրիշ բացատրություն այս ամենը ուղղակի չունի։ Գիտեք, մի արտահայտություն կա ես, ուղղակի միջև այստեղ գալը հիշեցի, այդ կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, ատում է նրանց, ով չի կզացել։ Եվ դրա համար այդ մարդը ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին։ Բոլորին։ Սա մի բարդույթ է, որով խորը նստած է մարդու մեջ, ենթադրում են, որ իծն է, ուղղակի տեսակ է, եւ այդ տեսակը այսօր առաջնորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայտարարություն է։